2026 թվականի փետրվարի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.5%։ 2025 թվականի 4-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է դեկտեմբերին կազմելով 3.3%, այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է կազմելով 4.3%։ 26 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը պահպանվում են։ ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերական բարձր տնտեսական աճի եւ գնաճային միջավայրի ձևավորմանը։ Այդուհանդերձ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև հետագայում ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման եւ աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա։ ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ այն մնում է անորոշության հիմնական աղբյուրներից մեկը։ Միջնաժամկետում ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունները ևս պահպանվում են։ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի եւ պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են։ Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկայից վերջին ամիսներին փոխանցում են հիմնականում գնանկումային ազդեցություններ։ Այնուամենայնիվ աշխարհաքաղաքական անորոշությունները եւ միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ։ Այս համատեքստում հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, իսկ մյուս կողմից գնաճային միջավայրի պահպանման ռիսկերը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ աստիճանաբար կթուլացնեն դրամավարկային պայմանները։ 25 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է, բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել են նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտում որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների դերակատարությունը։ Պահանջարկի ընթացիկ պայմանների եւ դրա հետագա միտումների վերաբերյալ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները մասամբ պայմանավորված են որոշակի առաջարկի գործոններով։ Զուգահեռաբար մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել կայունացման միտումներ։ Կարճաժամկետ հորիզոնում առկա են ներքին պահանջարկի ընդլայնման ուղղությամբ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ֆինանսական շուկայի մասնակիցները ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկի միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում խորհուրդը մի կողմից դիտարկել է ատիպի սցենարներ կապված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B-տիպի սցենարներ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի եւ ՀՀ տնտեսությունում թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման եւ խորացման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց շուկայի սպասումներին համահունչ անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3% նպատակի եւ գների կայունության ապահովման ուղղությամբ։ Այսքանը։